Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը շարունակում է նույն ակտիվությամբ դռները բացել բուհական ու հանրակրթական հաստատությունների սովորողների առջև։ 2026-ի այցելությունների շրջանն այս տարի բացում են Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Կապանի մասնաճյուղի ուսանողները։ Առկա եւ հեռակա բաժիներում սովորողները դիպլոմային աշխատանքների են պատրաստվում։ Ձեռնարկության հարստացուցիչ ֆաբրիկայում ուշադիր հետևում են հանքաքարի մշակմանը ջարդումից մինչև մանրացում։ Շատ կարևոր է տեսնել գործնականում, քանի որ դասագրքային ու տեսական գիտելիքները այլ են, իսկ գործնականը դա լրիվ այլ է։ Հուզող հարցերի պատասխաններն ուսանողները ստանում են տեղում փորձառու մասնագետներից, ինչպես ասում են, տեսականը թղթին, գործնականը աչքի առջև։ Իմ դիպլոմային աշխատանքը մանրացման տեղամասի հետ շահագործման նախագիծն է, ինչի եւ այսօր մենք եկանք ու հենց անձամբ իրականում տեսանք այդ ամեն ինչը, ոնց այդ process-ները իրականացվում։ Մեկ այն չէ, ինչը մենք այդ ամենը սովորում ենք պատկերացումներով ու դրանք կարդալով, եւ մեկ այն չէ, ինչ որ գալիս ենք տեղում այդ ամենը տեսնում ենք։ Տիմեա Աղամյանն ասում է, ինքն էլ ժամանակին որպես ուսանող Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում է պրակտիկա անցել։ Համոզված է, կոմբինատ մտնելուց հետո միայն կարելի է պատկերացում կազմել արտադրական ողջ գործընթացի մասին։ Միշտ ասելի եւ ասում եմ, ԶՊՄԿ-ի այս թափանցիկ աշխատելավոճը ուսանողներին գրկաբաց ընդունելն իրոք նպաստում է ուսանողների եւ մասնագիտական գիտելիքների ձեռքբերմանը, ինչու՞ չէ նաեւ այդ մասնագիտությունը սիրելուն է նպաստում եւ ԶՊՄԿ-ն միշտ ամեն ինչում ու տարեց տարի ավելի արդյունավետ է սկսել համագործակցել բուհի հետ։ Ես միայն կցանկանայի, որ այս պրակտիկայի ընթացքում կարողանային ոչ թե միայն սենց շրջայցի ճիշտ է, ես շատ լավ են մեզ բացատրում ուսանողներ, դուրս են գալիս արդեն այստեղից ձեռք բերված բավականաչափ գիտելիքներով, բայց կցանկանայի, որ գոնե այս 6 շաբաթվա ընթացքում թեկուզ 1 շաբաթ ուսանողները մասնակից լինեն աշխատանքին, ինչ որ ձևով կազմակերպենք նաև այդ համագործակցությունը։ Հարստացուցիչ ֆաբրիկայից հետո Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Կապանի մասնաճյուղի ուսանողներն այցելեցին նաև հետազոտական ու քիմիական լաբորատորիաներ։ Այստեղ մանրակրկիտ հետևեցին հանքաքարում ոսկու պարունակության հարգորոշման գործընթացին։ 1000 աստիճանի տակ 45 րոպե մնալու է փեչում, նոր դրանից հետո հանվելու է արդեն մնացել մյուս բաժնը թափվելու է, ինքը կապ արը որպես ծանր մետաղ, այդ ոսկու դրագ մետաղները հետ իջնելու է ներքև։ Տեսանք իրական գործընթացները ինչպես են կատարվում, տեսական գիտելիքը հենց կապեցինք մեր գործնականի հետ։ Տարբեր արտադրամասեր այցերից հետո ուսանողները նաև տեսական դասընթաց անցկացրին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակիցների հետ, ամփոփելով տարբեր օրերի շրջայցերը եւ իմի բերելով նոր ստացած գործնական գիտելիքները։ Հերմինե Միքայելյան, Ռոբերտո Հանջանյան, Սյունիք լուրեր։